Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր եկել ենք մեր նոր բնակարանում մաքրություն անելու, շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ, ես այս տանը, որ մաքրություն եմ անում, չգիտեմ, աշխարհի իմն է, շատ հաճելի զգացողություն է, որովհետև այս ամեն անկյունը, ամեն դետալը, բոլորը ամբողջովին ես ինքս եմ ստեղծել, ու ես շատ ուրախ եմ, երբ որ այսպես թափթփված է լինում, ու ես մաքրում եմ, շատ հավես, անուշոտ է գալիս ու մաքուր է լինում, բացի դրանից մենք այսօր մեր տան մեջ նոր ավելացում ունենք, նոր կահույք է գալու, հեսա որ գա, համել ընթացքում մաքրեմ, ձեզ անպայման ցույց կտամ, գնացինք հիմա գործանելու, իրականում ձեզ ցույց տամ իմ ձեռքերը, ամբողջովին ճաքել է, սենց ու քորագալի ցավում է, բայց դա կապ չունի, պետք է մաքրել, որովհետև կարևորը այն է, որ այսօր այստեղ սիրուն մաքրելու եմ, որովհետև ինձ մնացել է ընդամենը մի քանի օր ու ես պետք է հետ վերադառնամ Հայաստան։ Պետք է վերադառնամ ու այդ վերջին օրերին իմ մոտ ահավոր սթրեսային է։ Լավ, չերկարացնեմ, արագ սկսենք գործ անելը, որովհետև հեսա պետք է նաև գնանք երեխեքին պարտեզից վերցնենք։ Գնացինք։这东西隔一下拿快递啊！啥快递呢？不知道应该是马桶的东西吧？我家老婆从院子打扫到楼房，你这是接下来准备毕业干清洁工吗？毕业吗？干清洁工吗？家政。你别这样说啊！把我的好几年的。今年的7年半的学业学习蛮浪费吗？不是，我心里特别舒服，打扫我自己的家。25。啊，对，走。这就是你挑那个颜色吗？我知道，但是合适搭配嘛，就这样说。那就不知道了，那就只能等安装好了再看。这个餐桌呢是扎拉在网上买的，反正我老婆现在特别喜欢网购，是不是？嗯。正好就凳子套也回来了。回来了。哈哈。地方好舒服，一下被治的了，知道吗？你不会是这样。嗯。满意吗？满意，满意，喜欢。嗯。我那个时候很害怕，就搭配不了那个啥，就是我感觉有点小。不小了。不小了。真不小，这就那么大。你那做型的，你那要那么大桌子，这不小了，这咋的也坐10个人，10到12个人。是吗？啊。Նայեք, այս սեղանը ես շատ երկար, երևի մոտ մի 8 ամիս է ընտրում եմ, տարբեր տեսակ, համ սեղանները, համ աթոռները շատ երկար ժամանակ ընտրել եմ, ուրեմն մեզ ինչ էր պետք, մեզ պետք էր, որ այս տարածքում ինքը տեղավորվի, իր աթոռներով հանդերձ, ու նաև, քանի որ մեր ընտանիքի անդամները շատ են, նաև մենք տեղավորվենք, ու մեզ պետք էր, որ ինքը միշտ, նենց չլինի, որ միշտ ինքը կլոր լինի, ասենք սովորական, այսպես Սովորական սեղան լինի ու դրա համար վերցրել ենք սենց ծալովի, այդ սենց, նայեք, տեսնեք, այդ սենց ծալվում է ինքը, նայեք ժողովուրդ ջան, այդ սենց ծալեցինք կողքերից, ինքը դարձավ ոչ կլոր, օվալաձև սեղան, այդ սենց, ու այս վրայի այս տախտակն էլ
կարող ենք վերցնել, կդառնա հասարակ սեղան։ Այս վրայինն էլ առանձին պատվիրել ենք, որպեսզի մեծ առիթների դեպքում այսպես պտտենք, այսինքն ուտելիքները դրվում է սրա վրա, ափսեները սրա վրա, հետո այսպես ուտելիքները պտտում ենք, որ ով ինչ ուզենա, որից ուզենա, օգտվի։ Իդեպ ասեմ, որ կան տարբերակներ, որ այս հատվածը ինքը տաքացորի է, օրինակ տաք կաթսա ուտելուց, կաթսան դնեն վրան ու ինքը եռա, բայց մենք տենց չուզեցինք, որովհետև մենք տանը ունենք 3 գազանիկներ ու մեր համար դա մի քիչ վտանգավոր է, դրա համար մենք ավելի հասարակը վերցրեցինք այսպես։ Հետո ոտքերի հատվածը այսպես եմ ընտրել, շատ հավեսն է, ինքը այսպես դարագանեք, այսպես դարակա, եթե ինչ-որ մի բան պետք լինի, ասեն կարող ենք դնել այնտեղ, ինձ թվում է շատ լավն է, ինձ շատ է դուր գալի, իսկ աթոռները ընտրել եմ այսպիսին, ճիշտ է ինքը այս հատվածները լայն է, բայց տեղավորվում է սեղանի հետ։ Ինչի եմ ես իրան ընտրել, որովհետև երբ որ մենք նստում ենք, մեջքի հատվածը, այս հատվածը շատ հարմար է։ Պես շատ հարմար է այս հատվածն անգնում, ու ոնց որ չենք կարող կուզիկանանք, ոնց որ ես միշտ սենց պարտադիր պետք է այսպես ուղիղ նստենք ու շատ հարմար է։ Ինքը այս հատվածն էլ է բավականին, որ ասեմ փափուկ է, ընկնում ենք մեջը, չէ, ինքը սենց թիք, լավ կեցվածքով նստում ենք այսպես հավեսն է։ Իրականում շատ թանկ չի, զեղչերով, քանի որ այդ ընթացքը որ մենք գնեցինք, ինչ-որ ակցիաներ կար, այդ ակցիաների հետ միասին կազմեց մոտ 100,000 դրամ, ինձ թվում է բավականին հարմար է ու շատ սիրուն է, ինձ շատ է դուր գալիս, հուսանք կիսուր մաման էլ կհավանի, դեռ չի տեսել, հուսանք կհավանի։ Այսպիսի աղբարկղ ենք վերցրել, այսպես ասած, տեսնենք ոնցն է։ Ժողովուրդ, ինձ թվում է, այս մեր գնաց աղբարկղը մի քիչ բոյով է։ Ուրեմն ստեղծենք։ Տակ։ Ասենց հապեստորեն ձևը։ Հանդաժը կարելի է կախել։ Տեսնենք այս մեր գնաց աղբարկղը կտեղավորվի արդյոք ընդ որտեղ որ ինքը պետքա լինի։ Շատ բոյով է ինձ թվում է։ Լավ, տանենք տեղավորենք։ Որ աթոռները բաց գույնի է, այնտեղ կար նաև ուրիշ գազարագույն, չգիտեմ ինչ տենց գույներ, մեկ էլ մուգ սեռի, ես չուզեցա, որտեղ ես ավելի շատ ուզում եմ տենց տաք գույների մեջ լինի, սառը գույն չլինի, ու այսօր մենք գնել ենք աթոռների համար նախատեսված տենց շորեր, հեսա հագցնենք, տեսնենք սիրուն կլինի, թե չէ։ Վերջ ժողովուրդ ջան, աթոռների շորերը հագցրել ենք, ճիշտ է, այնքան սիրուն չի, որքան որ առանց շորերի, բայց դե շորերը պարտադիր է, որովհետև շուտ կկեղտոտվի հակառակ դեպքում, անավանդ որ ես ստեղ չեմ լինելու։ Նայեք, այսենց այդ վրայի բանն էլ հանեցի, այդ պտտվող քարը, ու ինքը մնաց այսպիսին։ Դե հիմա ասեք, սիրուն է թե չէ։ Մեկնաբանություններում գրեք, կամ էլ ես կուրախանամ, կամ էլ կհասկանամ, որ ճաշակ չունեմ։ Չգիտեմ, ինձ շատ է դուր եկել։ Համել այս մակերեսը շատ նման է մեր այս թեյի սեղանի մակերեսին։ Այս մի քիչ փոքր է, պետք է մի քիչ մեծը պատվիրենք։ Բայց ինձ թվում է լավ է, այս աթոռների համար էլ պետք է շոր գնենք, որովհետև ես ամեն ինչը սպիտակ եմ առել։ Այսպես ժողովուրդ ջան, սա էլ մեր նոր տունը, մինչև գնալս հասցրեցինք մենակ սեղանը առնենք, մեկ էլ թեյի սեղանը ու այսպես փոքրիկ էս բանը, այսպես ասած ժուրնալին, որը ստեղ ենք դրել առայժմ։ Նայեք ժողովուրդ ջան, այստեղից մեր պատուհանից երևում է Միլայից պարտեզը, այսը։ Երեխեքը դրսում խաղում են, որ մոտիկացնեմ կարող եմ Միլային էլ գտնեմ։ Եվ այս հատվածում կա նաև դպրոց, կրտսեր դպրոց, առաջինից մինչև 6-րդ դասը։ Չգիտեմ կտեղ կգնա Միլան դասի, թե այս կողմը։ Իսկ հիմա ձեզ այստեղից ցույց տամ մեր այսքան մեծ թաղամասը, մինչև այս շենքերը, այսպես ավելի հետ
Այնտեղ այդ մեր թաղամասն է, հիմիկվա, որ մենք ապրում ենք, որը ենթակա է վերակառուցման։ Մեր տունը այս կարմիր շենքի հետևն է ընկնում։ Այդտեղ մեր թաղամասը ժողովուրդն։ Սա մեր քաղաքը, գիշերով ավելի գեղեցիկ է։ Շամի հայ եկա փարփար։ 是不是？转的盘啊？对，我塞了那你要我转的盘了，可近了这个。这人上来的时候，你把它关起来。啊，对，这个边儿它不关。我们还要贴个膜。我看跟奶奶那个也不一样。不能坐着，一分今天休息了。这个地方舒服，我觉得。哟，老婆看米娜这艺术体操学的。哟，真厉害，米拉。奶奶快看，奶奶快看。我已经到头上了，你在这边看。我在这看见。阿吉，哟，真棒！奶奶像个海豚。你的妈妈更让你妈妈试一下，你的妈妈更可以。试一下，老婆。妈妈试一下。奶奶。跑不了啊！我跑不了。Վեր սիրելի ընկերներ, այսօրվա համար այսքանը, մինչև իմ գնալը հասցրեցինք այսքանը անենք, այսօր կարելի է նաև այս լույսի այս տոպրակը հանել վրայից։ Մնացածը արդեն երբ որ ես ամռանը հետ կամ, այդ ժամանակ սկսենք գնելը։ Նու այս հատվածում պետքա հեռուստացույցը դնենք, այս հատվածում պետքա գեղեցիկ պատի նկար դնենք, հետո ինչա մնացել է այստեղ։ Այս հատվածում ուզում եմ մի քիչ չգիտեմ ինչ-որ պատի համար ժամացույց, ինչ-որ պատկերներով սուվենիրի նման, տենց ինչ-որ սիրուն բան։ Ներմունը շատ բաներ կան, մնացել է այստեղ օթորակիչը մեծ բաներից։ Լվացքի մեքենան այնտեղ որ պետք է դնենք, մի խոսքով դեռ լիքը բաներ կա, բայց հիմա չենք հասցնի, հուսամ ամառը արդեն ամբողջովին կկահավորենք ու կտեղափոխվենք այստեղ։ Այսքանը սիրելի ընկերներ, կտեսնվենք հաջորդ վիդեոյում, լավ մնացեք։